Բարև ձեզ։ Մենք շարունակում ենք աշխատել Thunkable միջավայրում եւ այսօր պատրաստելու ենք հետաքրքիր հավելված թեստ խաղ Հայաստանի վերաբերյալ։ Բայց այստեղ մենք նաեւ կիրառելու ենք Firebase, որպեսզի մենք ստեղծենք անձնական edge եւ մեր գրանցած արդյունքը պահպանվի Firebase միջավայրում։ Ինչպես նաեւ կարող ենք տեսնել բոլոր խաղացողների գրանցած արդյունքները այս խաղում։ Եկեք ստեղծենք նոր նախագիծ, այն անվանենք quiz։ Եվ քանի որ մենք ունենալու ենք գրանցման եւ մուտք գործելու հատված, ինչպես նաեւ խաղի հատվածը, եկեք ավելացնենք եւս մեկ էկրան։ Իսկ առաջին էկրանում հիմա մեզ անհրաժեշտ է տեղադրել column եւ նրա մեջ համակարգել երկու text input-ները եւ մեկ կոճակ գրանցման համար։ Սա համակարգում ենք մեկ column-ի մեջ, որpիսի հետո երբ անհրաժեշտ լինի անցնել login-ի հատվածը, մենք ուղղակի այս հատվածը կդարձնենք անտեսանելի, իսկ login-ի հատվածը կցուցադրենք կամ հակառակը։ Եվ այստեղ տանք հեռավորություններ text input-ների եւ կոճակների մեջ, այստեղ կոճակի անվանումը փոխենք sign up, ինչպես նաեւ text input-ների հուշող տեքստերը hint-երը փոխենք, առաջինը գրենք username, երկրորդը password։ Հիմա նաեւ պետք է ավելացնենք login-ի հատվածը, բայց որpեսզի այս գործողությունները կրկին չկրկնենք, ընդհանրապես սեղմում ենք այս սյունակի վրա եւ տեսնում ենք մատիտի կողքին կա կոճակ, որը կոչվում է duplicate։ Երբ որ նրա վրա սեղմում ենք, տեսնում ենք, որ նույնությամբ ստեղծվում է եւս մեկ սյունակ, նրա մեջ արդեն արկա նույն text input-ները եւ կոճակը։ Կոճակի տեքստը փոխենք login, ինչպես նաեւ փոխենք մեր սյունակների անվանումները, որպեսզի մենք հեշտ տարբերենք, թե որը պետք է երևա այդ պահին եւ որը չէ։ Մեկը կանվանենք sign up-ով, մեկը login-ով։ Այստեղ որպեսզի խաղացողը կարողանա հեշտ անցում կատարել login-ի եւ sign up-ի սյունակների միջև, տեղադրենք label։ Օրինակ այստեղ sign up-ի սյունակում այս label-ի մեջ գրենք login։ Երբ օգտատերը կսեղմի այս login label-ի վրա, այդ ժամանակ արդեն կբացվի login-ի համար նախատեսված սյունակը եւ օգտատերը արդեն մուտք կգործվի, այլ ոչ թե նորից կգրանցվի։ Ինչպես նաեւ բնականաբար այստեղ պետք է տեղադրենք նաեւ Firebase-ը։ Տեղադրելուց հետո արդեն կարող ենք անցնել կոդավորման հատվածը։ Այստեղ պետք է նշենք, որ երբ կոճակը սեղմված է, այդ ժամանակ նա պետք է իհարկե Firebase-ում պահպանի տվյալները, մեր գրանցման համար անհրաժեշտ տվյալները։ Բայց եկեք նախ համակարգենք այդ տվյալները ցուցակի մեջ, այստեղ ստեղծենք փոփոխական դատարկ ցուցակ, այն անվանենք user data, եւ նոր արդեն նշենք, որ երբ կոճակը սեղմում ենք, նա ստուգի թե username-ի password-ի դաշտերը դատարկ են, թե ոչ, եթե դատարկ չեն, նոր պահպանի դրանք ցուցակի մեջ։ Այստեղ վերցնում ենք isEmpty բլոկը տեքստերի բաժնից եւ NAT-ը տրամաբանական բաժնից ու տեղադրում text input 1 տեքստը նրա մեջ։ Կրկնօրինակում ենք նաեւ նույնը text input 2-ի համար եւ համակարգում ենք այս երկու պայմանները AND տրամաբանական օպերատորի օգնությամբ։ Եթե երկու պայմաններն էլ տեղի ունեն, այսինքն այս տեքստերը դատարկ չեն, մենք ցուցակի մեջ ավելացնում ենք երկուսն էլ։ Քանի որ մեզ մոտ text input 2 անվան տակ username-ն էր, դրա համար առաջինը կավելացնենք այն եւ դրանից հետո նոր կավելացնենք գաղտնաբառը։ Իսկ ավելացնելու համար օգտագործում ենք ցուցակների insert բլոկը։ Հիմա վերադառնանք մի բա դիզայն, այստեղ նաև ավելացնենք label, որպիսի օգտատերին մենք հուշենք, որ նա բաց է թողել որևէ դաշտ կամ չի լրացրել։ Այստեղ if-ի մեջ ավելացնենք else ու նշենք, որ label 2-ի մեջ ցույց տա, որ պետք է լրացվեն բոլոր դաշտերը։ Եվ իհարկե պետք է պահպանվի Firebase-ի մեջ, դրա համար real time-ից վերցնում ենք save բլոկը, տեղադրում այստեղ ու որպիսի յուրաքանչյուր օգտատերի տվյալները լինեն տարբեր ու չկրկնվեն, մենք պետք է այստեղ key-ն գրենք տարբերվող արժեք, քանի որ username-ը սովորաբար տարբերվում է բոլոր օգտատերերի մոտ, դրա համար key-ի մեջ եկեք դնենք այդ օգտատիրոջ username-ը։ Եվ login լինելուց, երբ նա հավաքում է username-ը, մենք արդեն այդ username-ով կփնտրենք Firebase-ում նրա տվյալները։ Երբ որ ամեն ինչ բարեհաջող ավարտվում է, նա պետք է անցում կատարի երկրորդ էկրանը, screen 2։ Ժամանակն է արդեն, որ login-ի հատվածը ծրագրավորենք, այսինքն երբ օգտատերը արդեն գրանցվել է այստեղ եւ պետք է հիմա մուտք գործի, դրա համար մենք պետք է վերցնենք Firebase-ից նրա տվյալները։ Այստեղ կրկին տեղադրենք label եւ նշենք, որ երբ երկրորդ կոճակը սեղմված է, նա փորձի Firebase-ից հանել տվյալ օգտատերի username-ին համապատասխան տվյալները։ Երբ որ նա հանում է այդ տվյալները, թող կրկին պահպանի մեր user data ցուցակի մեջ, որպեսզի մենք կարողանանք այդ ցուցակից առանձնացնել մեր ուզած տվյալները։ Եվ ստուգում ենք, որ եթե բացի username-ից նաև նրա գաղտնաբառն է ճիշտ հավաքած, այսինքն երկրորդ text input-ի մեջ, որը մեզ մոտ text input 4-ն էր,
Եթե դրա մեջ գրված տեքստը համապատասխանում է այս ցուցակի երկրորդ էլեմենտին, որը գաղտնաբառն էր, ապա կարող է անցում կատարել երկրորդ էկրան, այսինքն եթե նա իր username-ը եւ գաղտնաբառը password-ը ճիշտ է հավաքել, նա անցում կկատարի երկրորդ էկրան եւ այս մեր տեղադրած label-ի մեջ հակառակ դեպքում եթե որևէ բան սխալ է, օրինակ գաղտնաբառը գրում ենք wrong password, քանի որ մենք if-ի մեջ ստուգել ենք հենց կոնկրետ գաղտնաբառը։ Որպեսզի այս ամենը կարողանանք փորձարկել, մենք պետք է Firebase-ի տվյալները հավաքենք մեր Thunkable-ի մեջ։ Դրա համար անցում ենք կատարում մեր Firebase-ի edge, կարող եք ստեղծել նոր նախագիծ կամ օգտվել հին նախագծերից։ Անցում ենք կատարում Firebase-ի մեր նախագծի կարգավորումների մեջ, որից հետո մուտք ենք գործում Service Accounts եւ այստեղ կա Database Secrets։ Այստեղից մենք վերցնում ենք մեր API-ը, պատճենում ենք այն եւ վերադառնում ենք Thunkable ու Thunkable-ի հատկությունների մեջ այստեղ կար Firebase Settings։ API-ում տեղադրում ենք այս պատճենածը, որից հետո վերադառնում ենք Firebase եւ Real-Time Database-ի վերևում արկա հղումը պատճենում ենք ու դա տեղադրում ենք կրկին Thunkable-ի մեջ։ Եթե ձեզ մոտ արկա է այս enable կոճակը, ապա սեղմեք այն, որպեսզի մեր տվյալների բազան ակտիվանա։ Ու տեղադրում ենք արդեն տվյալների բազայի մեջ, ինչպես տեսնում եք այստեղ նա ինձնից պահանջում է հավելվածի անուն, դա այս պահին պարտադիր չէ, բայց քանի որ մենք վերջում մեր հավելվածը ներբեռնելու ենք հեռախոսի մեջ, կարող ենք հիմա գրել մեր հավելվածին անուն, թե ինչ անունով նա երևա մեր հեռախոսի մեջ։ Եվ գրենք ուղղակի quiz։ Հիմա պետք է նշենք, որ երբ էկրանը բացվում է, այդ ժամանակ ինչ բլոկեր երևան եւ որոնք չերևան։ Մեզ պետք է որպեսզի login-ի հատվածը երևա գրանցման հատվածը եւ երբ օգտատերը կսեղմի այն login label-ի վրա, նոր այդ ժամանակ փոխվեն սյունակները։ Բայց այստեղ եկեք login-ի սյունակի մեջ եւս մեկ label ավելացնենք, որի մեջ կգրենք sign up, որպեսզի օգտատերը, եթե չունի անձնական edge եւ պատահաբար մուտք է գործել login-ի հատվածը, սեղմելով այդ label-ի վրա բացվի գրանցման սյունակը։ Այստեղ տեղադրենք, որ label 4-ի վրա սեղմելիս նա ցույց տա գրանցմանը։ Եվ հիմա կրկին վերադառնանք այստեղ ու տեսնենք, թե ինչպիսին էր մեր մյուս login label-ի անվանումը։ Այստեղ իհարկե հեշտ կլինի ավելի փոխել բոլորի անվանումները, ավելի հեշտ անվանումներ, որպեսզի կոդավորման մեջ հեշտ կողնորոշվենք։ Ինչպես տեսնում եք, այն բլոկերը, որոնք ես տվել եմ անվանումներ, օրինակ login կամ sign up, ավելի հեշտ ընթերցելի են, իսկ նրանք, որոնք որ մնացել են screen 1 կամ label 4, դրանք ավելի բարդ ընթերցելի են։ Հիմա այստեղ այս հատվածը վերջացրեցինք, հիմա եթե աշխատացնենք, տեսնում ենք, որ առաջինը բացում է գրանցման պատուհանը, եթե ես սեղմեմ login, կբացվի login-ի պատուհանը։ Բայց հիմա ստեղծեմ ինձ անձնական edge, տեսնում ենք, որ բացվեց երկրորդ էկրանը։ Նայում ենք Firebase-ում, նկատում ենք, որ նաև ավելացվեց այստեղ իմ անձնական տվյալները։ Հիմա վերադառնանք Thunkable, փորձարկենք արդեն login-ը։ Ես սեղմում login-ի վրա ու այստեղ բերում եմ login-ի սյունակը։ Եթե հիմա հավաքեմ ճիշտ տվյալները ինչպես գրանցման ժամանակ, ես արդեն մուտք եմ գործում login երկրորդ էկրան։ Հիմա անցում կատարենք արդեն երկրորդ էկրան եւ անենք այստեղի դիզայնը, որպեսզի խաղը միանգամից չսկսի, եկեք այստեղ տեղադրենք կոճակ, նրա վրա գրենք start, որպեսզի այս կոճակը սեղմելուց հետո նոր խաղը սկսի։ Խաղը բաղկացած է լինելու մի քանի հարցից, յուրաքանչյուր հարց ունենալու է երկու պատասխան, որոնցից մեկը կլինի ճիշտ, մեկը սխալ։ Տեղադրենք կրկին սյունակ գործիքը, այստեղ տեղադրենք label եւ նրա ներքևում տեղադրելու ենք երկու կոճակ, բայց եթե մենք ուզում ենք, որպեսզի այդ երկու կոճակները լինեն իրար կողք, այստեղ տեղադրում ենք row գործիքը, տող եւ նրա մեջ նոր տեղադրում ենք այդ երկու կոճակները։ Այստեղ փոփոխենք նաեւ չափերը։ Կարող ենք միանգամից արդեն նաեւ գրել մեր ուզած հարցերը ու պատասխանները։ Բայց այստեղ նաև փոփոխենք նրանց անվանումները, որպեսզի կոդավորման մեջ հեշտ կողնորոշվենք։ Եթե ես չեմ ուզում կրկին այս գործողությունները կատարել ու հավաքել, եկեք նորից օգտվենք duplicate կոճակից եւ երբ որ սեղմեմ նրա վրա կրկնօրինակվում է այս ամբողջը։ Նշելու ենք կոդավորման մեջ, երբ որ երկրորդ էկրանը բացվում է, երևա միայն start կոճակը, իսկ մնացած հարցերի սյունակները ոչ մեկ չերևա։ Եվ երբ որ կսեղմենք start կոճակը, նոր այդ ժամանակ ցուցադրվի առաջին հարցը, իսկ մնացած բոլոր գործիքները եւ բլոկերը էկրանի վրա անհետանան։ Դա անում ենք visible հատկությամբ։ Վերադառնանք design բաժինը։ Կարող ենք մուտքագրել հարցերը։ Ես այստեղ ավելացրել եմ 3 հարց, յուրաքանչյուրը իր պատասխաններով։
Հիմա բլոկավորման մեջ կատարեմ որոշ փոփոխություններ, այստեղ ավելացնեմ նաև երրորդ հարցի սյունակը, որը որ էկրանը բացվելուց չպետք է երևա, ինչպես նաև start կոճակը սեղմելիս միայն հարցերը պատասխանելուց հետո դրանք կերևան։ Կրկին վերադառնանք դիզայն բաժինը ու ինչ փոփոխություն պետք է կատարենք այստեղ։ Մենք այստեղ պետք է ավելացնենք նաև label, որի վրա կերևա մեր միավորների քանակը։ Վերջում այդ միավորները կպահպանվեն կրկին Firebase-ի մեջ, որպեսզի մենք անդադ կարողանանք տեսնել եւ ոչ միայն մեր միավորները, այլ նաև բոլոր խաղացողների միավորները։ Այստեղ այդ տեքստը գրենք հետևյալ տեսքով ու կոդավորման մեջ նաև ավելացնենք դա, որ այս label-ը սկզբից չպետք է երևա եւ երբ որ start կոճակը սեղմում ենք, նոր այդ ժամանակ այն լինի տեսանելի։ Ինչպես նաև հիմա մենք պետք է այստեղ ստեղծենք փոփոխական, այդ փոփոխականը կանվանենք score, նրա մեջ ի սկզբանե կսպահպանենք 0 արժեքը եւ ամեն անգամ ճիշտ պատասխանից հետո այս փոփոխականի արժեքը կավելանա 1-ով, որից հետո նոր մենք փոփոխականի թարմացած արժեքը ցույց կտանք արդեն label-ի մեջ։ Անենք օրինակ առաջին հարցի կոդավորումը, այստեղ քանի որ առաջի հարցում ճիշտ է հենց առաջի պատասխանը, դրա համար նշում եմ, որ երբ որ առաջին պատասխանը առաջին կոճակը սեղմված է, score փոփոխականի արժեքը մեծացնի 1-ով։ Եվ իհարկե label 5-ում մեր score label-ում պետք է թարմացվի տվյալը, դրա համար տեղադրում եմ set label 5 text block-ը եւ օգտագործելով text-ի join-ը գրում եմ տեքստը նույն կերպ, ինչպես արել եմ դիզայնի մեջ, այսինքն նշում եմ score, վերջակետ, տալիս եմ բացատներ եւ գցում եմ մեր score փոփոխականը։ Եվ դա մենք պետք է անենք բոլոր կոճակների դեպքում եւ այնպես է ստացված, որ ինձ մոտ բոլոր դեպքում էլ 3 հարցերի դեպքում էլ առաջի պատասխաններն են ճիշտ։ Այստեղ ընդհանրապես մնում է կրկնօրինակել այս բլոկը եւ փոխել ընդհանրապես կոճակի անվանումը։ Մնացած հատվածը կոդավորման մնում է նույնը։ Սա հավելվածի առաջին հատվածն էր, իսկ հավելվածի երկրորդ հատվածը մենք կցուցադրենք մյուս տեսանյութում։ Այս տեսադասի համար այսքանը, շնորհակալություն։